Միայն փաստերով ամեն մի հարց ունի մեկ պատասխան։ Նախորդ ֆիլմը մեծ մասին դուրս չեկավ։ Ես էստեղ խոսում եմ ոչ թե ես դուր գամ ձեզ կամ դուրս չգամ, այլ ճշմարտության մասին եմ խոսում։ Իսկ ճշմարտությունը միշտ էլ սարսափելի է։ Ճշմարտությունը միշտ էլ մարդկանց եւ ներվերը եւ նույնիսկ հասցնում է խելագարության, քանի որ օրինակի համար 2007 տարի հավատացել եք այդ փուչիկին, Աստվածաշնչին, եւ մոտ ժամանակներս, եթե ոչ այս տարի, հաջորդ տարի անպայման, քանի որ տեսնում եմ ինչ կլինի մեզ հետ, հայերիս հետ, պետք է ելույթ ունենամ եւ այդ փուչիկը կպայթի։ Եվ հասկանալի է, որ մեծ մասը հիասթափությունից, որ դրանով ապրել են, կսկսեն վատ զգալ, մի մասն էլ կարդարանան, ես հոգուս խորքում չէի վստահում, իսկ մի մասն էլ նորից կսկսեն հավատալ, քանի որ դա իրենց պաշտպանում է իրենց թուլությունը ծածկելու համար։ Ուզում եք փաստերով, եւ ես եթե ֆիլմ եմ պատրաստում, ապա ես դա չեմ պատրաստում ոչ հիմարների համար, ոչ էլ պատրաստում եմ նրանց համար, ովքեր մի քանի երես ունեն։ Ունենք մեկ հայրենիք եւ մեկ հայրենիքի համար պետք է պայքարենք։ Հայրենիքը, որը մեծ մասը մերը չէր, բայց քանի որ աշխարհի ամենազարգացած ազգը լինելով հասել էինք հիմիկվա բրիտանական կղզիների հարավային մասից սկսած Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա, այդ բոլորը մինչև Ղազախստան եւ Աֆրիկյան երեք վերին այդ շերտի պետությունները բոլորը մեր հսկողության տակ էր, արաբական թերակղզին, Իրան, Միրան, այդ բոլորը, իսկ իրական Հայաստանը ծաղկում էր, որը այսօրվա Թուրքիա, Ադրբեջան այդ տարածությունն է պլյուս Սիրիա, Վրաստան եւ Իրանի մեծ մասը։ Եվ այսօր ինչ ունենք, նույն լոպաս ձևով այդ նույնը կատարում էին այն ժամանակ։ Ինչպես նշեցի մի ֆիլմում, Խոբից հետո, որը կառավարում էր աշխարհը, փոխեցին տականքներին, այլևս չէին սատկացնում, դրա համար հասանք այսօրին։ Իսկ տականքը իրավունք չունի ապրելու։ Տականքը ցանկացած պահի իր տականկությունն անելու է։ Դա մեզնից չի գալիս։ Դա այդպիսին ծնվում է։ Եվ երբեք նման տականքները չեն փոխվի։ Ուզում է լինի 1 տարեկան, ուզում է լինի 100 տարեկան, նույն կեղտը, նույն տականկությունը պետք է անի։ Այժմ խոսենք փաստերով, որովհետեւ բոլորիդ համար հասկանալի լինի, ով դիտում է։ Իմիջիայլոց ասեմ, ինձ համար կարևոր չի, մեկ մարդ է դիտում, թե 100 մարդ, թե 1000 մարդ։ Ինձ համար կարևոր է մեկ մարդ, որը կհասկանա լրիվ։ Իսկ այդ հասկացող մարդը լավ կլինի երիտասարդ լինի, որ մյուսներին բացատրի, ինքը արդեն իր կողմից փաստերով բացատրի, ոչ թե ձեզ նման ալանի խոսի, բա հիմա ինչ անենք, փողերը վերցրել եք, 35 տարի երկիրը վաճառել թուրքաջհուդ տականքներին, այսօր էլ նորից լաց եք լինում, թե ինչ անենք, եկեք մեզ փրկեք, հիմա ցույց կտամ ձեր փրկության ուղիները նույնպես։ Մի քանի ֆիլմում նույնպես նշել եմ ես, շողոքորթությունը չեմ սիրում, եւ չեմ սիրում, երբ որ շատ ժամանակ, երբ որ մի երեխայի գովում է, որ խելացի երեխա է, մաթեմատիկայից, ֆիզիկայից շատ ուժեղ, սա լավ մարդ կդառնա, եթե ծնողները լավ հետևեն, բերում էին մեկ այլ երեխայի, ասում էին անասուն, սրանից ոչինչ դուրս չի գա։ Եվ մարդիկ վիրավորվում էին, իսկ նրանք, ովքեր ճանաչում էին, ինչ չէին վիրավորում, քանի որ ճշմարտությունն է ասում։ Ես չեմ սիրում տգեղ երեխային ասել, վայ բալիկ ջան, ես ինչ սիրուն բալիկ ա, չէ, չի կարելի նման բան անել։
Հենց էտա ձեր տունը քանդում, չկարդալը, շողոքորթությունը, հարմարվելը եւ 1000 տարուց ավել հարմարվում եք, ինչ ստացեք։ Այժմ խոսենք փաստերով։ Քորշան, նայեք այստեղ որևէ մի հայ տեսնում եք, մի հայկական դեմք տեսնում եք, կա այստեղ որևէ մի հայ, չկա։ Բոլորը թուրքաջհուդ տականքներ են։ Եվ ինչ արեցին։ Հիմա համեմատեք Օսմանյան կայսրության եւ համեմատեք նաեւ թե ինչ կատարեցին, որոնց Ասալան վերացրեց այդ տականքները, եւ համեմատեք Քորշան հետ, Վանոյի հետ միասին եւ այս բոլոր աղբակույտը թուրքաջհուդական, նույն թուրքաջհուդները նույնը կատարեցին նաեւ Օսմանյան կայսրության ժամանակ 1915 թվականին։ Այդ ժամանակ մի տարբերություն կար միայն, որովհետեւ ես էլ հասկանանք, հայերը հարուստ էին եւ հարուստ հայերին իրենց ունեցածի համար վճարելով նավերի եւ այլ մարդկանց տեղափոխվեցին այլ երկրներ։ Այսօր 99% ծայրաստիճան աղքատության մեջ եք եւ միայն գնալու եք այդ 10,000, 20,000 դրամը վերցնեք, վաղը ինչպես եք փախչելու։ Նույն բանը է այսօր այստեղ ասպասում։ Ոնց կարելի է, որ պետության ղեկավարը Իսրայելի գրքի վրա երթում ուտի եւ ամբողջ ազգը լուռ մնա։ Ես հետո եմ իմացել այդ մասին։ Իսկ ոնց կարելի է, որ բոլոր գործարան ֆաբրիկաները քանդեն, բայց էլեկտրաէներգիա չբավարարի 3-4 տարի, հոսանք չլինի երկրում, ցուրտ ու մութ տարիներ եւ մարդիկ հեռանան։ Ադրբեջանը 4-7 միլիոնից դարձել է 10 միլիոն, դեռ մի բան էլ ավելի։ Հայաստանը 3.5 միլիոնից դարձել է 1.6 միլիոն։ Ոնց է դա հնարավոր։ Ու այսօր սրան գովալը կամ սրա հետևը մտնելը դրանք մարդիկ են։ Երբ որ ասում եմ Հայաստանի կեսից ավելին այդ ծախվող սովորական մարդկանցից սկսած, որոնք արժեք էլ չունեն, մինչև այս վերին տականքը բոլորին պետք է մորթվի, գցվի մի աղբանոց եւ այնտեղ վառվի, կասկածում եք ասածից մեջ։ Եթե մենք փորձում ենք փրկել մարդուն, ապա մարդը պետք է մարդ լինի։ Իսկ եթե մարդը մարդ է, իսկ կողքը կան 3 այսպիսի տականքներ, ապա այդ 3 տականքին պետք է վերացնի։ Եթե կա 20 տականք, մեկ մարդ է, ապա 20 տականքին պետք է վերացվի։ Խոբը այդպես էր վարում։ Եվ խոբի ժամանակ կարգ ու կանոնը եւ մարդկանց ուրախությունն ու մարդկանց երջանկությանը չափ չկար։ Մինչև նորմալ մարդուց էլ է տականք ծնվում, մինչև տականքները չսկսվեցին բազմանալ։ Եվ Ավետիք Իսահակյանը զուր չի ասել, եթե այս փողոցային տականքները եւ հայ իրոք մտածողները իրար բախվեն, այս տականքները կհաղթեն նրանց, ցավալին դա կլինի, եւ այսօր այս ցավալի պահն է։ Եվ ուր են սրանք, գիտեք ուր են սրանք, գիտեք ինչ կատարեց այս պորնիկը, իբր հայոց համազգային շարժում է, հայոց համազգային շարժման մեջ կային ռայոններում եւ Երևանի տարբեր մասերում շատ քանակությամբ արժանի հայեր, որպեսզի այդ հայոց համազգային շարժումը մահանա, մնան այս մի քանի տականքներն ու ինքը այս ադրբեջանցու հետ միասին, ինչ կատարեց, հանձնեց Ռոբերտ Քոչարյանին եւ ծրվեց այս ՀՇ-ն, այսինքն հայերը արդեն ծրվեցին, նոր կուսակցություն եկավ եւ սկսեցին ավելի արագ ձևով ոչնչացնել, տապալել երկիրը։ Հիմա ձեզ հարց, եթե գյուղացին չունի հող, այսինքն Հայաստանի բնակչության 70%-ից ավելին քաղաքներում էր բնակվում այդ ժամանակ, չունի հող եւ չունի կով կամ որևէ մի անասուն, այսինքն
չկա գործարան որտեղ աշխատի, ոնց պետք է մնար այդ երկրում։ Սա չեղավ ցեղասպանություն, ինչ տարբերություն, եւ ամենասարսափելին, եթե նայեք շկալան, նայեք հերթականությունը, ամենասարսափելին համաշխարհային աղետներից դա ցուրտն է, երկրորդը դա սովն է, նոր երրորդը գալիս է պատերազմները, չորրորդը երկաշարժ ջրհեղեղներ եւ այլն։ Եվ սա կատարեց եւ մութուց ցուրտ տարիներ եւ սով եւ ամեն ինչ, եւ ոչնչացեց գործարանները, ֆաբրիկաները։ Եվ դրանից հետո ինչ եք հիմա ուզում, ինչ դուք ունեք, ինչ է Հայաստանը իրենից ներկայացնում։ Երբ 14 թվականի այդ 4-օրյա պատերազմը եղավ, այդ ժամանակ գրեցի եւ դրանից առաջ էի զգուշացնում, որ Հայաստանը գոնե գնելով զենքերը, գոնե սովորական զենքերը, դրանց փամփուշտները ինքը պետք է արտադրի։ Տեսակ 44 օրվա ժամանակ Ադրբեջանը օր ու գիշեր ժամանակ էլ չուներ, անընդհատ կարգը տահարում էր ձեզ։ Այդ մասին էր խոսքը։ Եվ այդ էլ չհասկացաք։ Երբ որ ասում եմ, որ տիկին, մեծ կին ես, կամ պարոն, այսպես վարվի, դա քեզ վայել չէ, նեղանում եք, ինչպես ես խոսում այդ մարդկանց հետ, ինչպես խոսել, երբ որ ճշմարտությունն է ասում, ինչ եք ցանկանում լսել, միայն գովաբանություն։ Երբ տականքը մահանում է, նույնիսկ տականքի հողարկավորության ժամանակ փառքի խոսքեր եք ասում, այդ է ձեր նորմալ մարդ կոչվելը։ Մարդը իրականում պետք է սկզբունք ունենա, մարդ կոչվի։ Եվ լավ է սեջում ասեմ, եթե մենք վերցնում ենք նաև հայ մեծերին, ապա հայ մեծերից միայն մեծ է չհաշված գաղտնի 111 եւ այլն, կան նաև այլ կառույցներ, որոնց մասին պետք է չի խոսել, քանի որ նրանց փնտրվում է։ Ինչ են արել հայոց մեծերը բացի նշտերը։ Ոչ մի բան։ Ինչ կարող ես գտնել նրանց թողած ժառանգությունից, ոչ մի բան։ Շունն ու կատու կամ Աբուլ Ալա Մահարի, ինչ կարող ես գտնել։ Ոչ մի բան։ Իսկ աշխարհը ուսումնասիրում է նշտեին, թե այդտեղ ինչ նրբին եւ ինչ մեծ ճշմարտություն կա։ Ոչ միայն չեչեններ եւ այլ ազգեր, այլ բրուտները իրենք են նշտեին ուսումնասիրում, թե ինչպես է սա հասկացել։ Եվ ինչ թողեցին սրանք։ Թողեցին 30%-անոց Հայաստան։ Առանց գործարանների, իսկ առանց գործարանների հիմնականում հող չունեցող երկիրը, որտեղ նույնիսկ գյուղացիները սովետական միության ժամանակ մեկնում էին հայ տղամարդիկ գյուղերից, շինարարություններում աշխատում, փող բերում, ընտանիքը պահում, կինն էլ ինչ-որ ձևով երեխաների հետ մշակում էր եւ մի կերպ ապրում էին նրանք։ Հետո դրանից հետո ինչպես պետք է մարդիկ ապրեին, երբ որ գործարան ֆաբրիկաները ոչնչացնում էր, որից հետո բերվեց այս ալբանացի տականքին։ Ալբանացի տականքը, այստեղ մի բան ասեմ, որովհետեւ ձեզ հասկանալի լինի։ Ալբանացի տականքի, եթե Հայաստան տղամարդ կա, թող դեմս դուրս գա, գիտեք ինչի մասին է խոսքը։ Կոնդի վերացումը, կոնդի թաղեցիք, երբ որ Դեմիրճյանի ժամանակ գողական էին գնում բոլորը, լուռ իրենց տները հանձնեցին, որովհետեւ սա քանդի այդ հյուսիսային պողոտա եք ասում, ինչ եք ասում, դա կառուցի։ Եվ դրա համար էլ ասեց Հայաստանում թե տղամարդ կա, այսինքն տղամարդիկ իրենց համարում էին այդ կոնդի թաղեցիք։ Երբ որ սա դրանց էլ կզցրեց, այդ ժամանակ հասկացաք ինչ տեղի ունեցավ։ Հիմա էլ դուս է եկել, ինչ է անում այս պոռնիկը։ Ինչ լավ բան է արել։ Արցախի հարցը բոլորն էլ տարել են տուպիկ։ Հայաստանը գողացել է, Հայաստանը դարձել է նարկոտրաֆինգի ամենալավ անցումային կետերից մեկը։ Ինչ լավ բան է կատարել։ Երբ որ այսօր Հայաստանում երիտասարդության 70%-ից ավելի նարկոտիկի վրա է, դրա համար
երիտասարդ տղաների հատկապես հեշտ պետն էլ չէ, երկիր կա, երկիր չկա, քիթն առնի կարևորը դա է, սա է այդ երկիրը, որի մասին խոսում եք, 35 տարի կողոպտել, ավիրվել և մնացել է ծայր աստիճան աղքատություն, քանի որ վաճառվում էիք։ Նարիմանովի այս բոլոր տականքներին ներկայացնում եմ, լավ հիշում եք, հիմա էլ այսօր փորձել է այս տականքը դուրս գա, այս տականքն է խոսում, և ոնց եք սրան հավատում, և Նարիմանովի մոտ մի հայ չկար, որպեսզի մի հայ նույնպես այստեղ լիներ, պետք է միայն թուրքաջհուդ տականքները լինեին, կամ ադրբեջանցու հայի խառնուրդ, կամ հույնը լիներ այստեղ, նրա խոսացող ամենակարկառուն ձայներից մեկը, և այսօր զարմանում եք, մոռացել եք արդեն սրանց, քանի որ ձեր հիշողությունը շատ կարճ է, բայց մենք բոլորին ունենք նշած, թե սա ինչ է արել, թե իրեն խելագարի տեղ դրած այս տականքն ինչ է արել, սրանք ինչ են արել, բոլորին էլ մենք հիշում ենք, գալու է բոլորի այն ժամը, կամ կախարան հանվելու, կամ գնդակահարվելու, սա այդպես չենք թողնելու, բայց դա դուք չեք անի, և ձեր մի մասն էլ կստանա այդ նույն պատիժը, և դրանից հետո բերում են կոկոլին, ինչ է անում, Արցախը տվեց, հիմա էլ Հայաստանն է տալիս, այո, Հայաստանը տալիս է կոկոլը, և ինչ, ձեզ թված, սա եկավ հեղափոխություն արեց, այն մեկը նրան չի սիրում, սրանք էլ հիմա իրար դեմ են դուրս եկել իբր, այս բոլոր խաղերը ասել եմ, և ամենակարևորը հոկտեմբերիկին բերեց, սարքեց մեծ մարդ, որը Հայաստանը տվեց կոկոլը, և նայեք, և այս ամեն ինչով մարդկանց մի մասը ինչ է մեզ ծաղրանկարներ դրել, ինչ-որ մեկից վերցնելով, հայերի մեծ մասը, որոնք ընտրելու են այս տականքին, ասում են, բա նրան ժամանակ ճամփա չկար, տեսակ կոկոլը ոնց ճամփեն սարքեց, կոկոլը ճամփեն սարքեց, ինչպես նշել եմ, ամբողջ Եվրոպային են գումար տալիս, և այսօր եվրոպական փողոցները տեսնեք, կզարմանաք ինչքան լավ տրասաները, հատկապես ոչ թե քաղաքի մեջինը, ինչ տրասաներ են սարքել, ինչի համար, քանի որ բրուտներին պետք է իրենց թե պատերազմական, թե նաև իրենց բեռների համար այդ երկրներով անցնելու ժամանակ, որպեսզի մաքուր ճանապարհներով անցնեն, իսկ ինչի չի գործարաններ կառուցում նաև այդ Եվրոմիությունում, քանի որ իրեն պետք չէ, գործարաններ գալիս են դրսից, հատկապես սոցերկրներում, գալիս են դրսից, երբ պետք է լինում, բոլորը միասին կարող են փակվել, այդ երկիրը կարող է գնալ Հայաստանի նման, ինչպես ասում են, կզարան, այդ ամենը, և այստեղ այս զուգապարը, այս նկարը շատ ճիշտ է, նկարիչը նկարել, իբր նստեցրեց և այլն, բայց այս նկարը ամենակարևորն է, այս նկարը, ինչի համար եմ դա ասում, անցնենք առաջ, 44-օրյա Արցախյան պատերազմ, զոհվեցին տղերքը, զոհվեցին, և այսօր այստեղ հայկական դրոշներ է ցցված, ինչի համար, քանի որ ծախեցին այս բոլոր պոռնիկները, ծախեցին Արցախը, այսպիսի դեպք աշխարհում ձեզ հայտնի երկու անգամ է տեղի ունեցել, երբ որ Ֆելդմարշալ Պաուլուսը 300,000 զորքով Ստալինգրադի տակ հանձնվեց, այսինքն բրուտը հրանք տվեց Հիտլերին, Հիտլերը Պաուլուսին, Պաուլուսը հանձնվեց, և այդտեղից իբր ռուսների բախտը բերեց, հիմա էլ նրանք սկսեցին կոտորելով, ավիրելով գնալը, ինչ էր բրուտին հարկավոր, որովհետեւ աշխարհը երկու կողմից ավիրվի, ոչնչացվի, ինչքան հնարավոր է
շատ մարդ մահանա, երբ որ քանակը արդեն իրենց բավարարում է, պատերազմները վերջանում են։ Իսկ այստեղ ինչ կատարվեց։ Բոլոր կամուրջները, բոլոր էլեկտրակայանները, բոլոր զինվորական այդ չաստրեք ասում, ինչ եք ասում, այդ բոլոր կառույցները մնացին։ Զենքերը 7 միլիարդի Արցախի ժամանակ, Արցախից փախչելու ժամանակ 2 միլիարդի զենք էլ այդտեղ նվեր տվեցին։ Ինչ է, հայերը հետ դարձի ժամանակ չէին կարող դրանք բերել Հայաստան, այսինքն սա ոչ թե Արցախի հանձնումներ մենակ, սա Հայաստանի կապիտուլյացիան է, որպեսզի լավ հասկանաք։ Եթե հետ նահանջող զորքը ճանապարհին եղած կամուրջներ, ճանապարհներ եւ այլն եւ իր թողած ամեն ինչ չի ավիրում ոչնչացնում, ապա դա նշանակում է, որ պայմանավորված է այս ամենը, բայց պայմանավորված էր միայն Արցախը տալ, իսկ եթե դու զենքնել ես 7 միլիարդի թողնում իրենց, դրանից հետո այս 23 թվականի Արցախի դատարկելուց հետո թողնում ես նաև 2 միլիարդի զենք առանց պայքարելու, ավտոները նստած աննասունի պես բարձված փախան Հայաստան։ Ինչ է նշանակում սա։ Այսինքն դու լրիվ ինչ տարբերություն Արցախ, Հայաստան, նույն երկիրն է, նույն մեր էթնիկ հողն է։ Եթե մի մասը էթնիկ հողից տվել ես եւ զենքն էլ տալիս ես թշնամուն ու փախչում ես, թշնամին գալիս է զենքը տեսնում, զարմանում, որ էս էլ են թող, այ մարդ կամուրջը ինչի չեն տրակացրել, այս չաստը ինչի չեն տրակացրել, նվերներ տալով հետ ես գալիս, բայց այսօր էլ պետք է Հայաստանը նվեր ուզեն, բա ինչ էիք ցանկանում, այսինքն սա լրիվ ծրագրավորված էր այս ամեն ինչը, հետագայում ինձնից եք վիրավորվում, երբ որ ես ճշմարտությունն եմ ասում, ես չեմ սպասում ձեզ, որ դուք ինձ դիտեք, դուք էլ ինձնից վիրավորվեք, նայեք ճշմարտությանը բաց աչքերով, գոնե մարդ եղեք, այդքանը հասկացեք։ Վերջում կասեմ ես ինչից եմ ամաչում, Նիկոլի Սամո, իբր 7 ամիս նստեցեց բանտ, բայց բանտում որևէ մի բռնավոր տեսել է, որ սա նստած է եղել։ Եվ հենց ընտրությունների ժամանակ բաց թողեց, դոգին բաց չեն թողնում, սրան բաց են թողնում, ընտրություններից առաջ։ Եվ ներկայացնում է ռոբոտի նման իր խոսալով, այս անգրագիտությունը ներկայացնում է, թե ինչ լավ բան է անելու Հայաստանի համար եւ սրանց ոնց է տապալելու։ Ախր սիրելի հայր, սա նույն Սամո կոչվածը Նիկոլի Սամոն է։ Նիկոլը ունի պապա, կոչվում է Քորշուն, սա Քորշան լակոտն է, սա էլ է Քորշան լակոտը, այսինքն սրանք ախպերներ են, սրանք երկուսով ձեզ խաբելով նորից ինչպես բոլոր ընտրություններում տանում են նրան, որպեսզի իրենց ախպեր Նիկոլը նստի, քանի որ Նիկոլը ծագումով հոր կողմից ազերի է, իսկ սա ջհուդ է, տանում են նրան եւ նաեւ ունի մալականի խառնուրդ, տանում են նրան, որպեսզի Հայաստանը կործանվի, եւ սա որքան ձայն էլ հավաքի, դա լրիվ Նիկոլի օգտին է։ Եվ սրա այս միտինգներին տեղ ու դադար չկա, փողերը վերցրեք, բայց մեկ ընտրի։ Ճիշտ եք անում, որ փողերը վերցնում եք, ես այդտեղ դեմ չեմ։ Եվ շատ ճիշտ է, որ փողերը վերցնեք, սուտ խոսք տաք, բայց չգնաք ընտրությունների, ամեն մեկը, եթե այնտեղ պետք է ձեզ արդեն ստորագրված թերթիկ տան, այդ օրը հիվանդացեք, մեկ էլ գնա, ասեք, այս ինչ ժամին, այս ինչ տեղն եմ գնացել ընտրել, քանի որ գործով տեղ էի գնացել։ Հաջորդը հայաստանցիների ծախվելը։ Սա ձեզ գնեց թոշակները ավելացնելով, քանի որ մեծ մասը թոշակառու եք,
10,000 դրամով արդեն գնեց։ Սրան սատկացնես գումար չի տա, օֆիցիալ սա միլիարդ հատերը, բայց ոչ օֆիցիալ, սա մի քանի անգամ ավելի շատ գումար ունի, քան սա։ Սա միայն Լևոնի լվացքատունն է, եւ սա այդ գումարները բաժանում է նրա համար, որպեսզի Նիկոլի հետևը փրկի, քանի որ Նիկոլին այսօր ոչ ոք էլ չի սիրում։ Եվ սրանք ընդհանուր տանում են ձեզ կործանման։ Երեքը միասին եւ նաեւ այլ ուժեր այդտեղ կասեմ։ Իսկ այժմ ձեզ շատ սիրելի թեմա նորից բարձրացնեմ, որպեսզի հասկանաք։ Իրանի հարցը։ Իրանը մեզ երբեք բարեկամ չի եղել։ Առաջին հարվածը վիկինգները տվել են բրիտանական կղզիներում մեզ, հետագայում արդեն մեր էթնիկ Հայաստանում, էսա էթնիկ Հայաստանը, ինչ եմ այսօր առանց մատիտի ցուցադրում, քանի որ երբ որ մատիտով չես գցում, նա չի երևում եւ մեկը ասում է չեմ հասկանում որտեղ ինչ եք ցույց տալիս, դրա համար եմ այսպես ցույց տալիս։ Եվ այս մեր էթնիկ հողից մեզ բրուտը կատարել է Իրան կոչվածի միջոցով։ Նախ այստեղ մի քանի այդ ցեղատեսակներից մի մասն էլ հնդկացի այստեղ, որոնք մի մասը տարածվեցին, իսկ հնդկացի այստեղ հիմնականում բերեց լսրեց այստեղ, նախ մեր աղվանքը վերցրեցին, աղվանքը վերցնելուց հետո, որովհետև ամենադժվար անցանելին աղվանքներ եւ հայ աստվածներն էլ լավ գիտեին, որ այս ճանապարհն է ամենասարսափելին, եթե տալիս ենք։ Աղվանքը վերցնելուց հետո Հայաստանի այս մասը դարձրեցին Իրան, հետագայում 301 թվականին քրիստոնեություն ընդունվել է եւ այս տականքը այս նոր արձանը կառուցում։ Ինչ եմ հիմա այսքանը խոսում, որպեսզի հասկանաք։ Քրիստոնեությունը մտցրեցին նրա համար, որպեսզի այլ աճացրած ցեղատեսակների, այստեղ արդեն աճացվել էին այդ բոլոր ցեղատեսակները, բերելով իրական Հայաստան, իբր հայերին էլ փրկելով արդեն Իրան պետություն կոչվածը բերում էր այստեղ եւ միախառնվելով հայերը կորչում էին այստեղ ազգությունը 200 տարի հետո կորցնելով, սա հազարամյակների պատմություն եմ ասում։ Եվ վերջապես այստեղ արդեն երբ որ 1922 թվականին Հայաստանը ստեղծվում էր, ադրբեջանցի կոչված այդ կովկասյան ալբանացիներն էին բնակվում եւ քաղաքների, գյուղերի մի մասի անունն էլ այդ իրենք էին դրել այդ անունները։ Ինչի համար եմ սա ասում, որպեսզի հասկանաք։ Այս ամեն խաղը դեռ այդ ժամանակ կատարվել էր նրա համար միայն, որպեսզի այսօր Վիլսոնյան Հայաստանին հակակշիռ Ադրբեջանը ունենա, որ օրինակի համար այստեղ Ալավերդին այլ անուն է ունեցել, Գյումրին ռուսներն էլ կասեն մենք ենք դրել Ալեքսանդրապոլ, այստեղ Վանաձորը Ղարաքիլիսա է եղել, թուրքերս ենք դրել, ազերիներս այդ անունը, Երևանի կեսը մերն է եղել, մենք ենք այդտեղ ապրել, հայ չի, եւ էս է այսօրվա այդ հարցը, որը կատարել են բրուտները Իրանի ձեռքով, ինչպես նաեւ հիմա ասացի, Իրանի ձեռքով Իրանն է իբր այստեղ մաքսատուրք նշանակում, ամերիկացիներն էլ չկարողացան ոչինչ անել, բայց այս գումարները բոլորից քանձելու են գնալու է բրուտի գրպանը։ Իսկ այս հարցը, հայերիս հարցը, ինձ թվում է հասկացաք, որ ինչ էին Իրանի շահերը հայերին Հայաստանից անում, բերում այստեղ իբր փրկեցին հայերին։ Նախ բերում են սրանց
Եվ հայերին դեմ են անում, սրանց դեմը հետագայում հայերին էստեղից անում, քանի որ հայերի խելքը նաև իրենց պետք էր 200 տարի հետո հայը դառնում է արդեն իրանցի, դառնում է թուրք, դառնում է ազերի, էս ամբողջ մեխանիզմը, որ երբ որ ասացի, որ այս 44 օրվա պատերազմի տղաներին, որոնց գերավարել են, մեծ մասին չեն տալու նրա համար, քանի որ նրանց սերմը ներարկում են ադրբեջանցի կանաց, հետագայում 20 տարի հետո Ադրբեջանի այդ արդեն ենիչերները հայկական ծագումով դուրս կգան հայերից եւ խելացի եւ դուրս կգան եւ Հայաստանը ոչնչացնող։ Այս մեխանիզմը միշտ են աշխատացրել։ Դուք էշի ականջում քնած եք եւ իրականությունը չեք հասկանում։ Եվ հիմա էլ Իրանը մեր բարեկամն է, Իրանը էսպես, Իրանը այնպես։ Իրանը ավելի սարսափելի է, քան Թուրքիան։ Քանի որ այստեղ 3000 տարվա չափ են նստեցրել իրենց այս վայրենի բորենիներին, բրուտները, իսկ այստեղ միայն 1000 տարի, այստեղ 100 տարի։ Տարբերությունը պետք է լավ հասկանալ։ Ռուսաստանում մի 700 տարի։ Դրա համար պետք է հասկանալ հերթականությունը, ով է մեզ համար ավելի սարսափելի վնաս եւ ով օգուտ։ Եվ այս ամբողջ Հայաստանի այս էթնոսի 70%-ը գտնվում էր սրանց ձեռքին։ Այս ձևով են նրանք եկել։ Կիպրոս հետագայում Եգիպտոս հետագայում այս ճանապարհով ոչնչացնելով այս ամեն ինչը։ Ինձ թվում է արդեն հասկացաք, թե Իրանը ով է եւ այստեղ նաեւ ինչ է Ալիևը բարձրացնում իրենց հարցը։ Նաեւ զարմանալի ձեզ համար, բայց ինձ համար ոչ զարմանալի 111-ի կողմից այս 16 հոգին, որ եկել էին, նրանց մեջ երկուսը չինացի էին։ Նրանք իրար հետ չեն եկել, իրար հետ չեն խոսել, ամեն մեկը իր առաջադրանքը ստացել է, իսկ չինացիները եկել են որպես տուրիստներ, որոնք լավ տիրապետում են եւ աշխարհիկ հայերենին եւ նաեւ 111-ի հայերենին, հայայի հայերենին։ Ինչ էին զարմացել այդ զույգը զարմացել էր, որ Հայաստանում մաքուր հայերեն խոսացող չկա ընդհանրապես, իսկ խոսացողների մի մասը նոր բառեր են կպցնում, որը հայերենի համար ոչ դյուրին եւ անընդունելի է։ Այսինքն դուք նաեւ դա հնարել եք, որպեսզի դուք միաձուլվեք, կորչեք նաեւ ազերիների հետ։ Եվ ցանկալի չէր, քանի որ ազերիներ էլ են լսում։ Նաեւ ասեմ այստեղ օկտատերերից մի երկու հոգի գրել էին, մեկը հատկապես շատ հուզված, ասում է Երևանում մարշրուտնում մեջ գնում եմ մոտ 4-5 կայարան, ասում է մի քանի հոգի խոսում էին եւ մնացածը համաձայնվում էին, որ հա ինչ անենք, հիմա էլ ազերի է Նիկոլը բերում, նրանց հետ ապրել ենք մինչև այս Արցախյան պատերազմը առաջին, դրանից հետո նորից կապրենք, ինչ են նրանք մեզ խանգարում։ Եվ դուք այսօր ցանկանում եք եւ ինձ ասում եք դուք ոչինչ էլ չեք անելու, չեք գալու, չեք օգնելու։ Ախր մենք դրսից ձեր այդ էված անհամ ճաշը, այսինքն դուք ներսում դուք չեք տեսնում, որ մենք ձեզ դրսից ավելի լավ ենք տեսնում եւ ամեն ինչն ենք տեսնում։ Եվ չինացիները շատ բաների վրա են զարմացել, որը այստեղ ասելու չի, արդեն սա անհարմար է, որ այստեղ խոսեմ։ Եվ շատ հարցեր կան, որ ես անհարմար եմ զգում, որ մեր մասին իմանան կամ տեսնեն, կամ գիտեմ նաև, որ կթարգմանեն եւ այլ տեղեր կտարածեն, որ մենք մեր մասին ինչ գիտենք, որը դա հայ արարիչ ազգին վայել քայլել չէ։ Հասկացաք, թե չէ, սա էր այդ կարևոր մոմենտը երեկվա ֆիլմի,
որ Ալիևն ասում է, սրանք այս ամբողջը մերն է եղել, այսինքն 1800 թվականներին, երբ որ շահերը հայերին բերում էին այս խորքերը մինչև այս մասերը Աֆղանստանի սահմանի վրա մեծ մասին տարան, որոնք այդպես էլ մոռացան իրենց հայ կոչվածը, մի մասը, որոնք իրոք 15 թվականին են փախել, դրանք այս մասերում են, նրանք գիտեն, որ իրենք հայ են եւ իբր որպես հայ իրանցիները թողեցին, հետագայում նրանց տվեցին արտոնություններ, մինչ այդ արտոնություն չունեին։ Իսկ այս մասի հայերը բոլորը միաձուլվեցին եւ անհետացան, ինչպես նաեւ այսօր Թուրքիայում այդ 10 միլիոն հայերն են, քանի որ դա 100 տարվա պատմություն է, նրանք լավ հիշում են, որ իրենք հայ են, իսկ այս մնացածը նրանք մոռացել են։ Դրա համար եթե Իրանին այստեղ նաև գիտնականներ են դուրս գալիս, դրանք հայկական գենով գիտնականներն են, այլ գիտնականներ չեն։ Եվ սա է հարցը, որ այսօր Վիլսոնյան Հայաստանին հավասար Ալիևը դնում է այս հարցը, քանի որ բրուտն է այս հարցը բարձրացել Ալիևի համար, Ալիևը խոսում է միայն նրա լեզվով եւ ձեզ թվում է, որ չեն գալու այդ ադրբեջանցիները եւ հայերի մեծ մասը ուրախ չեն լինելու, քանի որ Ալիևը նրանց 100,000-ավոր դոլարներ է տալու, գալու են եւ ձեզ հարևաններիդ ուրախանալու եք, որ ադրբեջանցին ձեր աղջկան բռնաբարեց $1000 տվեց, ինչ լավ է, մի ամիս դրանով կապրեք, քեֆ կանեք, սա ընտանիքով, էս ամբողջ հարցը, ցանկանում էիք իմացաք, հիմա ծախված ծախվողը, այս տականքին միակ հարցը այստեղ այս աղջիկն է տալիս, Արցախից եկած աղջիկը, որ դու տականք ես իմ հայրենիքը վաճառել ես, իսկ այս պոռնիկը, որ հեռու գնա, ուզում եմ Նիկոլի հետ նկարվեմ, ամեն տեղ այս պոռնիկը Նիկոլի հետ կա։ Հիմա ձեզ հարց, Նիկոլին ձեռքները չէր հասնում, սրան էլ չի հասնում, թեկուս իր հարևան իրական հայերը, մի քարով տան գլխին սատկի, որ Նիկոլի կողքը կանգնող չլինի։ Երկրորդը, Նիկոլը խոսում է մեքենաների վրայից, այստեղ էլ շենք է, ուրեմն մի տղամարդ չկար սրան վերացներ, տեսեք միայն ախրանան կանգնած է և հեռվից 1-2 կիլոմետրից հնարավոր էր սրան գնդակահարել, էդ էլ չկարողացեք։ Եվ հետո նորից պետք է խոսեք, եկեք փրկեք։ Այստեղ այս դիպլոմատի մեջ զենք է, երբ որ նա այս բռնակը շարժեց և միևնույն ժամանակ նաև բրոնեժիլետ է, որպեսզի Նիկոլի դեմքը ծածկի, միևնույն ժամանակ կրակի։ Այս մյուսն էլ նայում է շենքին, բայց այս շենքից շատ լավ հնարավոր էր դուրս գալ ու կրակել, ոչնչացնել այս տականքին։ Չեք անում, հետո հետագայում ինձնից եք վիրավորում, թե ինչ եմ նման բան ասում։ Հիմա Նիկոլի Սամոյի, եթե այս հավաքները տեսնես, այսինքն հայերի մեծ մասը նորից Նիկոլին է ընտրել։ Սա Նիկոլի ընտրությունն է, ոչ թե Սամոյի, նորից եմ կրկնում, բացի Նիկոլը ոչ ոք իր վիզը չի վերցնի Հայաստանի կործանումը, քանի որ Նիկոլը զադնի դնելու տեղ չունի, Նիկոլը դա պետք է կատարի։ Եվ այստեղ այս նկարները մենք նաև մեծացնում ենք հատիկ-հատիկ բոլորին նայեմ և հատիկ-հատիկ բոլորին էլ գիտենք։ Հիմա եթե ասեմ այսքան աղբակույտը գնդակահարել է, պետք ասեք, ես ինչ դաժան, ես ինչ անպետք սարսափելի մարդ է։ Չէ, ես սարսափելի չեմ։ Եթե կա մեկ մարդ, այսինքն մեկ իրականում մաքուր, մտածող, հասկացող հայ, այսքանին էլ կարելի է գնդակահարել միայն այդ մեկ մարդուն փրկելու համար։ Իսկ եթե մեկ մարդը փրկվի, նրանից արդեն կծնվեն 100 տարի հետո արդեն 20-30 իրական հայեր, ոչ թե նման այս աղբակույտը կլինի փոքր երեխեքից բռնած բերել են, կամ սրանք դոդը փախավ, ախր դուք այդ գումարն էլ չունեք, միտեղ բռնցնելու ենք ձեզ դրսում,
բոլորդ էլ զոհ եք գնալու։ Հիմա ալբանացին այս երեխայի ծնողները այդքան խելք չունեն, որ տվել են, որ ալբանացին գրկի հայ երեխային, և սրանք էլ գնացել են, երիտասարդ աղջիկ, որը չգիտեմ ամուսնացած է, թե չէ, բայց այդ 5000-ի մեջ մի լավ տղա կլիներ։ Ինչ են գնացել, պարավ, ինչ ես գնացել ալբանացու հանդիպմանը, չէ որ ալբանացուց ամենաշատն էիք զզվում, և այս տականքը, որին մի $1000 են տվել, դա էլ կվերջանա, դրսում ինչ ես ասելու մեզ, ինչ եք մեզ պատասխանելու դրսում, քանի որ ներսում անելու բան չունեք, կամ Նարիմանովը ավելի շատ զորքով է շրջապատված, քան այդ մնացածին, որոնց ցուցադրեցի, ամենից շատ Նարիմանովն է վախենում, ինչի համար, քանի որ Նարիմանովը գիտի, որ բոլորն էլ գիտեն, որ Նիկոլին ինքն է բերել, և Նիկոլը մինչև օրս էլ բոլորի կարծիքով միայն իր ծրագիրն է առաջ տանում, ոչ թե Քորշյան ծրագիրը բոլորն են առաջ տարել, դրա համար ամենակայուն զորքերից մեկը ունի Նարիմանովը, միշտ հետն են, իր զորքը միշտ Նարիմանովի հետ է, բայց ցանկացածին կարելի է ոչինչ ասել, հարուստ եկեղեցի աղքատ հայաս, խնդրեմ, որևէ մի աղքատ թաղամասի, մի գյուղի գնացել օգնել են, բացի թալան տալը և մոմ վաճառելը, այս սրբապիղծները, և եթե ձեր Քրիստոսը սրան չի պատժել կամ այս մյուս տականքներին, ձեզ թվում է ազերիներին պետքա պատժեր, ձեր Քրիստոսը բուլեցեն է, բուլեցեն, երկար ժամանակ հիվանդության պատճառով գործի չի գալիս, գործի կգա այն ժամանակ, երբ որ ազերիները կտիրեն Հայաստանին, Դոդիկը, երևի 65 ավել եկքա էշ ես, ինչ եմ սրան ցուցադրում և ես մնացածին, ախր դուք ոչինչ չունեք, Դոդիկը փախչելու է, դուք ինչ եք անելու, գալու եք մեզ մոտ ասեք ինչ, Դոդիկին պատժում էի, չէ որ այս ֆիլմերը մենք բոլորս դիտում ենք, այս հաղորդումները դիտում ենք, կամ այս երիտասարդ երեխաները ինչ գործ ունեն այստեղ, երբ որ իրենց երկիրը իրենց ծախում է, Դոդիկը նույն, սրանք բոլորը Նիկոլի հաղթանակի համար են եկել, քանի որ հրահանգ են ստացել բոլորը միասին Հայաստանը ծախեն, սա է այստեղ հարցը, խափանել ընտրությունները, ամեն ձևով խափանել ընտրությունները, թեկուզ այսքան տականքներ կան, 1000 իրական հայը բավական է, որպեսզի ընտրությունները վառեք, ոչնչացրեք այդ ամեն ինչը, նախորդ ասվել է այդ ամեն ինչի մասին, 111-ը թե երբ կկատարի իր առաքելությունը, մեծ և փոքր, դա ինձ համար գաղտնիք է, նրանք ինձ չեն ենթարկվում և ինձ հրահանգ չեն տալիս, կամ ես իրենց թե երբ կկատարեն, դա իրենց ցանկությունն է, իրենք երբ կցանկանան, եթե կցանկանան, ես կասեմ, որ իրենք ասում են, որ այսօրը կատարելու ենք այսպիսի բան, իմիջիալոց ասեմ, իրենք եթե սատկացնելու են Նիկոլին, կասեմ, որ վաղը երեկոյան 6-ից 6:15, որտեղ էլ լինի սատկացնելու ենք, և նրան ձեռքերը երկար կհասնի, և կան նման մի քանի կառույցներ, որոնց անունը ես իրավունք չունեմ ասել, երկրորդը, իսկ ինչ վերաբերվում է ինձ, թե ինչի չես դեմքդ ցուցադրում, լամ երևա տեսնենք ով ես, որ դուք երևացիք, տեսա ով եք, ինչ արեցիք, չեմ կրկնում, ես բրուտի դեմը դուրս գալով, կամ այս տարի
կամ հաջորդ տարի ամենաուշը, քանի որ ես տեսնում եմ այս ամեն ինչի վախճանը, ես դա կկատարեմ։ Իսկ իմ խոսքից հետո, երբ որ մենք հասանք հաջողության, Հայաստանում, եթե 111-ը թողնելու էր 10-ից մեկին, ես 100-ից մեկին էլ չեմ թողնի։ Պետք չի նման տականքությունը այստեղ նստած այս ամբողջ աղբակույտը, որը գնացել է Դոդիկի Գագոյի, Տաշիր Սամոյի եւ այլն, այդ բոլորը մի ծրագիր են, դրանք բոլորը եւ Նարիմանով, եւ Ալբանացի, եւ Տաշիր Սամո, եւ Դոդի Գագո, սրանք բոլորը Նիկոլի ապահովող թևերն են։ Ձեր նախահայր Քորշուն Լևոնը տարբեր գլուխներ ու տարբեր թևեր ունի եւ բոլորը այսօր գործի է դրել։ Դրա համար Սամոյին բաց թողեցին, Սամոյի աղբոր տղեն Նիկոլին հայոյում է եւ այլն, տեսեք Նիկոլին ինչ եմ անելու։ 2 ժամում, քանի որ միլիարդատեր է, 1000 հատ նաեւ կեղտոտ գործեր կունենար, 2 ժամում Նիկոլը կարող էր փակել եւ 25 տարի նստեցնել այդ ձեր Տաշիր Սամոյին։ Էնպես որ միայն ընտրությունները խափանելն է։ Եթե ընտրությունները չխափանեցիք, դա Հայաստանի վերջն է։ Հայաստանի իրոք, իսկ այդ Տաշիր Սամոն, երբ որ խոսում է, որ ոչ մի ադրբեջանցի չի գա, որ մենք ընտրվենք, իրենք չեն ընտրվելու, իրենք Նիկոլին են ապահովելու, ինչպես Սերժիկ Ռոբիկը իբր ընդդիմություն էին, նույնը այսօր Տաշիր Սամոն մամոն են կատարելու, ինչ է Քորշունը դրել, որպեսզի Տաշիր Սամոն նորից Ռոբիկ, եթե Ռոբիկը շատ ձայն չհավաքի եւ Սերժիկը Տաշիր Սամոն Նիկոլի հետ անցնի ամենամեծ թվականակով խորհրդարան, որպեսզի ինչ որ մեկն էլ, եթե կեղծիքների դեմ դիմի, կարող է Տաշիր Սամոն 70% հավաքի, Նիկոլը 20%, բայց Նիկոլին ներկեն 60%, Տաշիր Սամոյին 30% են տասնել մնացածին, որ Տաշիր Սամոն չբողոքի, ասի ադե անցել ենք, որ ձեզ համար էլ թվա թե լավ անցել են, մի բան կանեն, որ բողոքեցին, ոչ մի բան չի լինել։ Այս ամբողջ խաղերը, սրանք պրիմիտիվ խաղեր են, կարողա ձեզ համար են դրանք թվում շատ մտածված եւ խելացի քայլեր, բայց սրանք պրիմիտիվ քայլեր են, որոնցով ձեզ նորից խափելու են։ Դրա համար խափանել ընտրությունները եւ խափանել, այսքանը։